Ողջունում եմ ձեզ գործարարալիքի եթերում Mix Marketing-ն է։ Ովքեր հետևում են Mix Marketing-ի թողարկումներին, նկատած կլինեք, որ որոշ ժամանակ է Mix Marketing-ը դադար էր վերցրել եւ այսօր ես Գայանե Դաջունցը վերադառնում եմ այս դադարից հետո ավելի հետաքրքիր զրույցներով, ավելի իրական մարքեթինգային кейսերով եւ հենց վերադարձի առաջին հաղորդմանը հյուրընկալել եմ շատ հետաքրքիր հյուրի, Ամիոբանկի մարքեթինգի հաղորդակցության եւ հաճախորդի փորձառության ղեկավար Met Agency հիմնադիր Լիլիթ Մաթևոսյանին եմ հյուրընկալել։ Ողջույն Լիլիթ։ Ողջույն Գայանե ջան, շատ հաճելի է։ Ինձ էլ ուրախ եմ, որ ժամանակ գտար եւ եկար Mix Marketing-ի վերադարձի առաջին հաղորդմանը։ Կարծում եմ մենք շատ հետաքրքիր հաղորդում եւ օգտակար հաղորդում այսօր կունենանք, որովհետեւ այն թեման, որ Լիլիթի հետ միասին պատրաստել ենք, կարծում եմ շատերին կհետաքրքրի։ Մեծ սիրով։ Խոսելու ենք էֆեկտիվ արդյունավետ հաղորդակցություններից, կարծում եմ հաղորդակցությունները ամեն ինչի հիմքում են եւ այսօրվա մեր զրույցը հենց դրա մասին է, որպեսզի բացահայտենք, թե որտեղ է սկսվում եւ կարծում եմ չի ավարտվում առհասարակ հաղորդակցությունները։ Նախ Լիլիթի մասին, Լիլիթ կխնդրեմ մի փոքր պատմես քո մասին, քո անցած ճանապարհի, կարծում եմ այդքան էլ մի փոքր հնարավոր չի լինի, բայց ինչքանով որ մեր ռադիոլսողներին եւ դիտողներին կկարողանանք ներկայացնել։ Կարճ պատմեմ, 23 տարի մարքեթինգում եմ, մարքեթինգի տարբեր ոլորտներում, տեղական միջազգային ընկերություններում, Հայաստանում, Հայաստանից դուրս։ Այսօր արդեն Ամիոբանկում ղեկավարում եմ մարքեթինգը, հաղորդակցությունը եւ հաճախորդի փորձառության ծառայությունը, ինչպես նաեւ ունեմ մարքեթինգային ընկերություն Met Agency, որով կրկին աշխատում ենք տեղական եւ միջազգային ընկերությունների հետ։ Այսպես։ Հրաշալի է։ Լիլիթ, եղել է քո կարիերայում մի դեպք, երբ հասկացել ես, որ այստեղ ճիշտ հաղորդակցությունը փոխեց ամեն ինչ։ Շատ դեպքեր։ Եթե նայենք հետադարձ հայացքով ու չցածրացնենք հետադարձ հայացքի դերը մեր անցած ճանապարհին, կարելի է ասել գրեթե բոլոր հաջողված դեպքերի, այդ success case-երի եւ fail-երի հիմքում հենց հաղորդակցությունն է ընկած։ Ես կարող եմ ասել ամենահաջողված պրոյեկտներից, որ արել եմ, էլի հենց հաղորդակցությունից է, ու ոչ միայն հաղորդակցությունից, որ ուղղակի շփվում ենք թիմակիցների հետ, այլ հաղորդակցություն, որում ներգրավում ենք ամբողջ թիմին։ Այսինքն հենց սկզբից թիմը ներգրաված է, որպեսզի դա չլինի վերևից ներքև հաղորդակցություն, այլ լինի իրենց սեփականած եզրակացությունների համախումբ, որում իրանք ունեն իրանց ներդրումը եւ բերում հասցնում են տրամաբանական եզրակացության, որ այդ հաղորդակցությունից հետո, այդ շղթայից հետո, դուրս գալուց արդեն բոլորը գիտեն ինչ են անելու, ինչի են անելու, ինչքան ժամանակում են անելու։ Իմ համար fail-ը այն հաղորդակցությունը կամ այն պրոյեկտը, որտեղ այդ հաղորդակցության շղթան այնքան կտրված է, որ ցանկացած փոքրիկ հանդիպումից դուրս գալուց, երբ որ մարդը չգիտի, լավ դուրս եկա, օքեյ, սաղ լսեցի, ինչ եմ անելու հետո, այդ արդեն fail-ը։ Իսկ եղել է fail հաղորդակցություն, որ մտածել ես այս հաղորդակցությունը fail էր, այլ ոչ թե ես սխալ էի մտածել։ Հաղորդակցությունը fail էր։ Սխալ հաղորդակցվել, լավ, շատ չասենք ճակատագրական ինչ որ fail-ի մասին չէ, այլ դեպքեր, երբ որ մտածել ես այստեղ սխալ հաղորդակցվեցի, այլ ոչ թե սխալ մտածեցի։ Շատ դեպքեր են եղել։ Գրեթե բոլոր դեպքերում, երբ որ իմ ուզած արդյունքը չի եղել, հստակ հասկանում եմ, որ այդտեղ հաղորդակցության բաց է եղել, այդտեղ հաղորդակցության խնդիր է եղել։ Հետո էլի հետադարձ հայացք ես դնում, բա լավ, ինչ կանեիր։ Չէ՞ որ այդ սխալ հաղորդակցությունը չլիներ։ Այդ դեպքում հասկանում ես, որ կարևոր առաջնային դերախաղում ում հետ ես հաղորդակցվում։ Որովհետև եթե դու չգիտես ինքը ինչ է պատրաստ հասկանալ այդ պահին, ինչ է ուզում լսել, ինչ ձևով է մտածում, մի քիչ դժվար կարող ես ճիշտ միտքդ ճիշտ ձևով հասցնել իրան, այսինքն լսարանին կլինի դա մի մարդ, թե կլինի մարդկանց խումբ, մինչև հաղորդակցվելը պետքա ճանաչել։ Իսկ սահմանը ազդեցիկ արդյունավետ հաղորդակցության եւ մանիպուլյացիաների միջև որտեղ է։
որտեվ շատ հաճախ մենք ստանում ենք մեսեջներ, մենք ստանում ենք տարբեր, հաղորդակցվում ենք եւ վերջում չէ, ընթացքում հասկանում ես, որ մանիպուլյացիա ես ուղղակի ենթարկվում այդ ինֆորմացիոն աղմուկի մեջ։ Կարողանալ ֆիլտրել հաղորդակցությունը։ Երբ որ նայում ես ումից է ստանում այդ հաղորդակցությունը, այդտեղ հստակ քեզ արդեն պարզ է լինում մարդը իր միտքն է քեզ փոխանցում, թե փոխանցումը ինչ որ մեկի ասած միտքը, կլինի դա ֆիդբեք, կլինի դա ինչ որ մեսեջ, առաջադրանք, էական չի, աշխատանքի մեջ։ Եվ երբ որ հասկանում ես, որ այո, դա իր միտքն է, կարողանում ես հարցեր տալ, հարցերիդ պատասխան ստանալ, եթե շատ արդյունավետ լինի հաղորդակցությունը, հարցերի կարիք չի լինի, որովհետև դիմացին քեզ իմացող մարդը քեզ կտա համապարփակ քո բոլոր pain point-երը փակող մեսեջ։ Բայց երբ որ դա տեղի չի ունենում, դու արդեն հասկանում ես, որ ինչ որ մեկի միտքն է ու հստակ կարող ես չընդունել։ Ես այդ ֆիլտրն եմ դնում իմ առաջնային, անկեղծությունը հաղորդակցության մեջ միշտ զգացվում է։ Ուղղակի պետքա մի փոքր ուշադիր լինել։ Լինելով Met Agency-ի հիմնադիր, աշխատելով մի շարք բրենդերի հետ, ինչպես նշեցիր, թե հայաստանյան, թե միջազգային, հաճախակի սխալները, որ տեսնում ես բրենդերի կողմից հաղորդակցության, այսպես պրիզմայում, որոնք են։ Հաղորդակցության պրիզմայում, որ բոլորը փորձում են գրեթե շատ դեպքերում փորձում են ամեն անգամ ինչ որ նոր բան ասել։ Բայց հաղորդակցությունում ու մարքեթինգում այդ կանոնը մի քիչ այդքան էլ չի աշխատում։ Ավելի կարևոր է կայունությունը, քան անընդհատ նոր բան ասելը, որովհետև երբ որ կայուն տանում ես հաղորդակցություն, որտեղ կա հստակ մեսեջ, ու այդ մեսեջը թեկուզ տարբեր ձևով բացատրվում է, բայց վերջին նստվածքային մնացորդը լինում է նույնը, այդ դեպքում բրենդը կարողանում է կառույցի դիրքավորում, կարողանում է կառույցի ընկալում, ձևավորի հիշողություն, ձևավորի հիշողություն արտահայտությունը կարանք համարենք ամենակարևոր դերը հաղորդակցության մեջ, որովհետև շատ բրենդեր այսօր ինչ են անում, օրը մի տարբեր, իրարից շատ տարբեր ու իրար հետ չփոխկապակցված մեսեջներ են տանում։ Այո, դրանք համապատասխանում են իրանց արժեքային համակարգին, այո, դրանք իրանց դիրքավորմանը համապատասխանում, բայց տարբեր են։ Մի ժամանակաշրջանի հատվածում շատ կարևոր է նույն բանի մասին խոսել, որպեսզի կարողանանք վերջում ձևավորենք հիշողություն ու նստվածք ուղեղում։ Այսինքն կարևոր է ոչ թե բարձր խոսելը, այլ ազդեցիկ խոսելը, շատ ավելի կարևոր է։ Ամեն դեպքում մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այնքան արագ է ամեն ինչ զարգանում, չենք կարող չխոսել նաև արհեստական բանականության մասին, արհեստական բանականության միջոցով գեներացված մի շարք տեքստերի մասին, ինչպես է վերաբերվում դրան, արդյոք այս ամեն ինչը չի արժեզրկում այն ժամանակահատվածը, որտեղ որ մարդիկ իրենց կրեատիվ մտքերն են գեներացրել, ստեղծել, տարբեր ինչ որ brainstorm-երի միջոցով թիմեր են աշխատել, այս ամեն ինչը արդեն ինչ որ ավտոմատացվել է եւ շատ ժամանակ, երբ որ կարդում ես, ինչ որ հաղորդագրություն, այսպես հստակ երևում է, որ չէ, սա AI-ով գեներացված ինչ որ մի բան է, ոնց է վերաբերվում այս ժամանակահատվածին։ Երկակի Շատ ուրախ եմ, որ կա AI-ի նման հնարավորություն, AI-ի տված հնարավորությունը, որով կարող ենք իսկապես հեշտացնել մեր կյանքը, բայց դրա գործածման եղանակների հետ միշտ չի, որ համամիտ եմ, որովհետև երբ որ մարդը չունի բավարար գիտելիք, չի AI-ին տրեյն արել բավարար չափով, որպեսզի իր լեզվով, իր ոճով գրի, ստեղծագործի կամ չի տալիս AI-ին իր միտքը, որպեսզի ուղղակի AI-ը փաթեթավորի, որ շատ ժամանակ իսկապես մեր աշխատանքի ծավալը ահա որ մեծացել է ու հաշվի առնելով հենց այդ ծավալը ամեն ինչ ստեղծագործել գրեթե անհնար կլիներ։ Ծավալին համահունչ, այո, ինչ որ բաներ կարելի է դելեգեյթ անել AI-ին, ինչ որ բաներ անել ինքներս, բայց դրա համար պետքա ճիշտ process մշակել։ Ես շատ եմ օգտվում AI-ից, բայց AI-ին տալիս եմ միտքս, տալիս եմ հարցադրումը միտքս եւ ասում եմ ուղղակի փաթեթավորի։ Սկզբից մինչեւ վերջ գրագետ նախադասությունով ու գրագետ ոչ թե այն ձևով ինչ որ ինքը ունի, այլ այն ձևով ինչ որ ես եմ։ Ես իմ ոճը իրան ոնց թելադրել եմ, պահանջել եմ, որ հենց առաջադրանք տալը երևի այստեղ ամենակարևորն է։
որպեսզի ռոբոտացված տեքստերը չտեսնենք։ Թե չէ, ինքը շատ արդյունավետ գործիք է, արդյունավետ աշխատող մարդու ձեռքերում։ Մի քանի օր առաջ դիտում էի Սատանան կրում է Պրադա երկրորդ մասը ֆիլմի ու շատ հետաքրքիր միտք կար այնտեղ այդ վերափոխումը հա ռիթեյլի 20 տարի տարբերությամբ շատ գեղեցիկ էր համենայնպես այն բոլոր մարդիկ ովքեր որ նորաձևությամբ մարքեթինգով հետաքրքրված են հաստատ կհավանեն ֆիլմը ու այնքան գեղեցիկ էր այդ ներկայացնում որ առաջ 20 տարի առաջ բրենդերը պատմում էին մարդկանց մասին, հիմա այդ ամեն ինչը էլ այդպես չի, այսինքն նույն հա լյուքս բրենդերը հասանելի չէին բոլորին, հնարավորություն չկար, հիմա ցանկացածը ով ունի կոնկրետ X գումար կարող է գնի, բայց արդեն այդ բրենդը տվյալ մարդուն չի նկարագրում 20 տարիների ընթացքում շատ բան է փոխվել, սկսած նույն բանկային մարքեթինգից, որ միշտ բոլորի մոտ կարծրատիպային է, չէ՞ եղել, որ բանկային ոլորտը շատ պահպանողական է, հայտնվելով այս ոլորտում, կարծում եմ, չգիտեմ, այդ ժամանակ արդեն իսկ այդ կարծրատիպերը փոխված էին, թե չէ, բայց հիմա բանկի կողմից տրված այդ հաղորդակցությունները վերափոխվել են ու շատ մեծ է այդ փոփոխությունը, ինչպես կնկարագրես քո զգացողությունները, քո փորձը, երբ որ մտար բանկային ոլորտ չկար այդ մտավախությունը, որ կրեատիվ մարքեթինգից հայտնվում ես մի այնպիսի ոլորտում, որտեղ որ միգուցե հնարավոր չլինի ստեղծագործել։ Իմ մոտ կակրաս հենց հակառակ չելենջներ։ Ես այդտեղ տեսա չելենջ, մի մեծ փորձի հնարավորություն, որ շատ ավանդական, շատ ոչ պրոգրեսիվ ոլորտում կարելի է անել իսկապես մեծագույն փոփոխություն եւ ցույց տալ, որ այո, դա հնարավոր է։ Ինչ ձևով, օրինակ բանկային համակարգը հենց եթե վերցնենք, բանկային համակարգում մարքեթինգը միշտ իմ կարծիքով երկրորդային դեր է ունեցել, որովհետև շարժիչ ուժը ավելի շատ կոմերցիոն բլոկն է, հա, կլինի դա կորպորատիվ բլոկ, կլինի դա ռիթեյլի բլոկ, պրոդուկտն է, որը որ ամենօրյա օգտագործման համար փորձում են մաքսիմալ ճիշտ եւ հարմարեցված պրոդուկտներ ստեղծել։ Մարքեթինգը ավելի շատ էլի իմ կարծիքն եմ ասում, երկարաժամկետ եւ ավելի կայուն աճ ապահովելու տեսանկյունից է, հա, բանկին օգուտ տալիս բանկային պրոդուկտներին, բայց ժամանակները փոխվել են ու ես համոզված եմ, որ այն ինչը որ ժամանակին մի 10 տարի առաջ թեկուս տրված մեծություն է եղել, այսինքն բոլոր մարդիկ պետք է ունենան բանկային քարտ, օգտվեն բանկային ծառայություններից, անենք, չանենք, լավ անենք, վատ անենք, իրենք մեկա գալու են։ Հիմա տենց չի։ Հիմա եթե օրինակ ուզում ենք դառնալ ամենօրյա օգտագործման բանկ, այսպես ասեմ, հա, բանկ, որը որ աննշան է, բայց միշտ քո հետ է, դու պետք է կենսակերպի մի մաս, ոնց է հեռախոսը, ոնց է օրինակ համակարգիչը, չէ, ինչից որ ամենօրյա կտրվածքով օգտվում ենք։ Նույնն էլ բանկը, ամեն օր ինչ որ մի բան առնում ենք, ինչ որ մի բանի համար վճարում ենք, կլինի դա տրանսպորտ, ուտելիք, չգիտեմ, շոփինգ եւ այլն։ Որպեսզի մենք կարողանանք հասնել այդ մակարդակին, մենք պետք է հենց այդ ձևով էլ կոմունիկացիա անենք, օգնենք իրանց, դառնանք իրանց մարդկանց, մեր հաճախորդների ամենօրյա ընկերը։ Իսկ այդ չենք կարող անել հետ մնալով, այսինքն էլի ավանդական, չեմ ասում որոշ մեծագույն արժեքներ կա, որ հստակ պետքա լինի ներսում, հա, նույն ապահովությունը, այդ safety, security մարդիկ, որ լինեն ապահով, այդ ոնց որ մի հատ ֆիլտր է, որից հետո նոր մարդը կարա դիտարկի քեզ, որպես իր ամենօրյա սերվիս, ծառայություն, պրոդուկտ, որը կինտեգրի իր կյանքում եւ էլ չի մտածի այլընտրանք փնտրելու մասով։ Այ երբ որ ֆունկցիոնալ մասով չբավարարես իրեն, լինի ավելի երկար քո տրանզակցիաները, լինի ավելի բարդ ինչ-որ ծառայություններից օգտվելը, այդ դեպքում հեշտությունը երկրորդային ֆիլտրն է, որ եթե համ ապահով ես, համ հեշտ ես, արդեն էմոցիաները, որոնք որ առօրյա օգտագործման, առօրյա կիրառման համար անհրաժեշտ են, գալիս են միանշանակ առաջնային փուլ։ Իսկ այդն է ինչ որ բանկերում շատ քիչ եմ հանդիպել, բայց կարա փոխի մեծագույն ձևով հենց այդ ինդուստրիան։ Այո, իսկ էֆեկտիվ հաղորդակցությունը ավելի շատ էմոցիա է, թե տվյալների հիման վրա կառուցված։
Դե միշտ էմոցիան առաջնային է, բայց երբ որ ուզում ես հասցնես միտք, որը որ անհրաժեշտ է նաև ռացիոնալիզացնել, մենք մարդիկս էմոցիոնալ էակներ ենք, ինչքան էլ տեղեկացված ենք, ինչքան էլ շատ մեզ թվում է, թե ռացիոնալիզացնում ենք մեր որոշումները, մեկը բոլորը էմոցիոնալ ֆոնի վրա են։ Եվ տվյալները մեզ օգնում են մեր ինձ տված էմոցիան ռացիոնալիզացնել։ Մի քայլ հեշտացնել սպառողի համար որոշում ընդունելը։ Եղելա դեպք, երբ որ տվյալների հետ համաձայն չես եղել, ինտուիցիան, զգացողությունը այլ բան է ասել, այդ դեպքում ինչ ես ընտրել։ Էմոցիան։ Աշխատելա 80% դեպքերում աշխատելա։ Մի տոկոս դեպք, այդ մոտ 20% դեպքերում չի աշխատել, ավելի գիտեք ոնց բացի այն, որ մենք կոմունիկացիա ենք տալիս, այդ կոմունիկացիան անցնում է ինչ-որ պրոցեսներ, հա, ինչ-որ հաստատումներ, վերանայումներ, համապատասխանություն կանոնակարգերի հետ, որոնք որ թելադրված են նույն կենտրոնական բանկի կողմից, օրենսդրական դաշտում գոյություն ունեցող եւ որոշ դեպքերում կոմունիկացիան մի փոքր ուշանում է, հենց այդ շղթան անցնելու արդյունքում։ Այդ ժամանակ կարա լինի ժամանակավրեպ, կարա լինի ուշացած, ճիշտ ժամանակին ճիշտ մարդուն չհասնի, չենք կարող բոլոր кейսերում ունենալ վերջնական ճիշտ լուծումները։ Դրա համար հիմնականում հա։ Իսկ ո՞նց եք հասկանում ոչ միայն բանկային ոլորտում, հա, ընդհանրապես քո փորձում, որ հաղորդակցությունը դիպավ մարդկանց, այսինքն ճիշտ տեղին կպավ մարդկանց, ո՞նց է այդ հետադարձ կապը լինում։ Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչի, բայց մարդու աչքերում միշտ կրակ է երևում, երբ որ իր մոտ կա հստակություն։ Երբ որ ինքը գիտի մոտիվացված է եւ հստակ պատկերացնում է ինչա լինելու իր հաջորդ քայլերը։ Ընդհանրապես հաղորդակցության արդյունքը միշտ փոփոխությունն է։ Եթե չկա փոփոխություն, ապա հաղորդակցությունը ճիշտ չի եղել։ Այսինքն հենց այդ փոփոխությունների արդյունքում արդեն իսկ որ եթե խոսենք ձախողումների մասին, հա, որ կետում են ամենաշատը ձախողվում մարդիկ հաղորդակցության մեջ, մարդիկ, կազմակերպությունները, բրենդերը, այդ ձախողումների кейսերը շատ հետաքրքիր են մարդկանց, եթե կան ինչ-որ օրինակներ, նույն միջազգային փորձով կխնդրեմ ներկայացնես։ Ձախողում են շատ բաներից կարող են ձախողել, բայց իմ փորձում հանդիպած ամենահաճախ օրինակը, երբ որ հաղորդակցությունը տեղի է ունենում, այն հստակ է, բայց չկա վստահություն, որ հասկացել են։ Չկա վստահություն, որ հասկացել են եւ մարդիկ դուրս են գալիս այդ շղթայից անորոշության մեջ, անում են ինչ-որ ինտուիտիվ քայլեր, բայց վերջնարդյունքը բնականաբար շատ ավելի թույլ է լինում, քան սպասվում է։ Օրինակներ շատ կան, արշավներ, պրոդուկտների զապուսկներ, որոնք որ համ fail, համ հաջողված, հա, հաջողվածների հիմքում հստակ, երբ որ հետադարձելի հայացք ենք գցում, տեսնում ենք, որ այն ճիշտ հաղորդակցությունը, որը ոչ ժամանակի սղությունը, ոչ մի բանը չի կարողացել կոտրի հենց սկզբից թիմին ներգրավելով, թիմի, այսպես ասած, բայինը ունենալով, երբ որ իրանք մասն են կազմում այդ ամբողջ հաղորդակցության, տանում ենք մինչև վերջ եւ արդյունքը միշտ եղել է շատ բարձր։ Ֆիլիպ Մորիսի վերջի պրոյեկտներից նոր զապուսկ ունեինք պարլամենտ միջին գնային սեգմենտում 2-3 անգամ գերազանցեց այդ ժամանակի համար սահմանված վաճառքների ծավալները, որովհետև սկիզբը հենց սկզբից, նույնիսկ պրոդուկտի մշակման փուլից սկսած, ամբողջ թիմով պետք է իրականացներ իրացման process-ը, կոմերցիոն հատվածը, իրենք ներգրավված էին։ Իրենց կարծիքը, իրենց ինսայթները հաշվի են առել։ Եթե հաշվի չեն առնում, ստացվում է միակողմանի եւ արդյունքը միշտ գոհացուցիչ չի։ Երբևիցե գոհացուցիչ չի։ Բրենդերը հաճախ խոսում են, բայց չեն վաճառում։ Սա հաղորդակցման խնդիր է, հաղորդակցության խնդիր է, թե ավելի շատ առաջարկի ներկայացվող պրոդուկտի։ Երկուսն էլ հնարավոր է լինի, բայց իմ կարծիքով
անհամապատասխան պրոդուկտ չկա։ Բոլոր պրոդուկտները ունեն պահանջարկ։ Կա թիրախային լսարանին հասնելու անհամապատասխանություն, հա, ուրեմն եթե պրոդուկտը չի վաճառվում, շատ դեպքերում խնդիրը փնտրում են օրինակ պրոդուկտը լավը չի, որակը այն չի, գինը այն չի, այն տեղում չենք վաճառում, որտեղ որ պետք է վաճառենք, բայց փառք Աստծո այսօր թվային հարթակները այնքան մեծ հնարավորություն են տալիս, որ հնարավոր է գտնել ճիշտ լսարանը, այ ճիշտ լսարանի համար հաղորդակցություն կառուցել, հա, երբ որ դու ունես միջին գնային սեգմենտի պրոդուկտ, որը որ շատ հեշտ կարող է ուրիշ բրենդեր կոպի անեն, նույնը ներկայացնեն, դա կլինի զարդ, դա կլինի ցանկացած այլ պրոդուկտ։ Այստեղ խնդիրը պրոդուկտի մեջ չի, խնդիրը լսարանի եւ լսարանին համապատասխան հաղորդակցության մեջ է ու ինտենսիվության մեջ, որովհետեւ եթե ինչքան པարզ պրոդուկտ է, այնքան ավելի հաճախակի եւ թիրախային պետք է լինի հաղորդակցությունը։ Իսկ ընդհանրապես մյուս տեսանկյունից նայելով, հա, հաճախորդի տեսանկյունից նայելով, այստեղ ունենք մի հատ մեծ խնդիր, որի մասին շատ քիչ ենք խոսում՝ իներցիան։ Երբ որ ունես, ասենք, զարդ, ուզում ես վաճառես, մոտավորապես պատկերացնում ես քո թիրախային լսարանը որն է, պատկերացրեք դիմացի նստած հաճախորդը, որ տեսնում է հաղորդակցությունը, չունի այդ զարդի կարիքը։ Եվ որոշում կայացնող մարդիկ, ովքեր շատ իմպուլսիվ որոշում են կայացնում, դա մոտավորապես թիրախային լսարանի 5%-ն են։ Հիմա գնիր հենց հիմա շատ կարճ ժամանակով ակցիա, հա, իրանք կարող է ժամանակավոր բուստ անեն վաճառքները, բայց 95%-ի համար դա ավելի դժվար քայլ է, որովհետև բրենդը չեն ճանաչում, պրոդուկտի մասին ֆիդբեք չունեն, կողքից ինչ-որ մեկին չեն տեսել, որ այդ պրոդուկտը կրի եւ այլն։ 95%-ը ընկնում է իներցիայի մեջ եւ որոշում է ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանեմ, քան հիմա անեմ ենթադրյալ սխալ քայլ։ Հետո փոշմանեմ, այո։ Հետո փոշմանեմ։ Իսկ այսօր սոցիալական հարթակներում ներկայացվածության մասին, հա, կա պահանջ, այսպես ասենք, ժամանակի, որ բրենդերը եւ TikTok-ում են, եւ Instagram-ում են, եւ Facebook-ում են, եւ ունեն կայք, մի խոսքով բոլոր հնարավոր տարբերակներում։ Ինչպես չընկնել այդ over communication-ի մեջ, հա, այս ինֆորմացիոն աղմուկը այնքան շատ է։ Ուզում հասկանամ, պետք է լինել հասկանալի, թե տարբերվող ամեն դեպքում եւ լռելը, որքանով է այդ կոմունիկացիայի մաս կազմում։ Շատ լավ։ Մի քանի մասով պատասխանեմ հարցին, ինք բավականին երկար հարց է։ Ես նայում եմ ժամանակին, մեր ժամանակը շատ չի, բայց ես այնքան շատ հարցեր եմ ուզում քննարկենք, ոչինչ, էլի հնարավորություն կունենանք։ Չէ, ունենք դեռ ժամանակ, այնպես որ հանգիստ հերթով անցնենք։ Ինչը վերաբերվում է հարթակներին ամենտեղ լինելուն, էլի ունեմ իմ կարծիքը, արժի լինել ամենտեղ, որովհետև չգիտենք մեր հաջորդ հաճախորդին հնարավորությունը, չգիտեմ, պոտենցիալ գործատուին որտեղ կտեսնենք կամ որտեղ այդ հանդիպումը տեղի կունենա։ Ինչպես չընկնել հենց այդ over communication-ի ծուղակի մեջ, կարելի է ուղղակի շատ չխորանալ ամեն հարթակի համար adjust անել կոմունիկացիան, այսինքն համապատասխանեցնել, փորձել ամենտեղ տարբեր կոմունիկացիաներ անել, այ որ ասում եմ, այդ ստաբիլությունը ավելի կարևոր է, քան տարբեր տեղերում տարբեր լինելը, հա, բան չունեմ ասելու, օրինակ TikTok-ում շատ պոստեր չես անի, հա, ֆոտո կոնտենտ չես անի, դեռ վիդեո կոնտենտ պետք է անես, բայց կարող ես շատ հաճախակի չանել։ Եթե ունես օրինակ առաջնային կանալ Instagram-ը, որ պատկերացնում ես, օրինակ Instagram-ում են քո հիմնական թիրախային լսարանը քեզ որպես բրենդ կամ որպես անձ կամ որպես աշխատակից տեսնելու, ապա այնտեղի համար հիմնական կոնտենտ ստրատեգիան մշակում ես եւ այն ինչը որ ռելևանտ է TikTok-ին տանում ես TikTok, այն ինչը որ կարելի է մի թեթև adjust անել LinkedIn-ի համար տանել, բայց 0-ից նոր կոնտենտ մշակել TikTok-ի համար, ինչա թե այնտեղ շատ են տրենդերը, ոչինչ տրենդից դուրս եղի, մեկը եթե հաճախորդդ կամ պոտենցիալ հնարավորություն տեղավ այնտեղ, ինքը դրանով էլ է քեզ տեսնելու, որտեվ գալու է ուրիշ տեղեր search անի, փնտրի քեզ, գտնի մի հատ Instagram-ի պրոֆիլը նայի եւ այլն, տեսնելու է, որ դու ամենտեղ ստաբիլ նույնն ես։ Ուղղակի հետևելու է քեզ այնտեղ, որտեղ իրան ավելի հարմար է։
Այո, իսկ լռության մասին նույն օրինակ բերեմ, հա, իրավիճակային մարքեթինգային քայլերը, որը ոչ միշտ է ընդունելի, շատ հաճախ նույնիսկ շատ ոչ հեռու օրինակ Ֆրանսիայի նախագահի հետ նկարով բոլոր post-երը, որը շատ բիզնեսներ արեցին, հա, ինչ ես կարծում այդ մասին, այդ իրավիճակային մարքեթինգի ազդեցության, արդյոք միշտ է որ դրական էֆեկտ ունի, թե շատ հաճախ ինչ որ բացական արձագանքները ավելի շատ են, ես արդարության համար ասեմ 50-50%, որովհետև եւ շատ լավ բաներ եմ կարդացել, որպես հետազոտող եմ, հա, ասում, եւ շատ լավ բաներ եմ կարդացել, եւ շատ վատ արձագանքներ, որ չի կարելի արդեն հետաքրքրությունը դուրս եկավ եւ ինչ, եւ այդպես շարունակ, ինչ տվեց սա ձեզ։ Կախված է դիրքավորումից։ Եթե իմպուլսիվ էմոցիաները ձեր դիրքավորման, ձեր բրենդի դիրքավորման մի մասը կազմեն, հա, իհարկե, արժի, որովհետև դուք դրանով եք գնալու առաջ։ Եվ դա օգնելու է ձեզ ճիշտ ձևով ձեր լռության շղթան ոնց որ կտրել, ձեր առօրյա բանից դուրս գալ այդ ընդհանուր հաղորդակցման շղթայից, բայց եթե դիրքավորման մեջ չկա, օրինակ, եթե ավանդական, ավելի լուրջ, ավելի ֆորմալ tone of voice-ով դիրքավորումը մի քիչ գալիս է դեպի այս կողմ, շատ գնալ այդ իմպուլսիվ ազդակների հետևից նամանավանդ եթե ռելևանտ չեն գնալու համար այդքան էլ ճիշտ չի։ Եվ վերջում մի քանի այսպես բլից հարցեր ունեմ, որի վրա այդպես չենք շատ խորանում, առանց հիմնավորումների զուտ քո կարծիքն է հետաքրքիր հաղորդակցությունների համար, հա, կարճ տեքստեր, թե երկար պատմողական բովանդակություն։ Դրսի համար կարճ տեքստեր, ներսի համար, ընկերության ներսի համար երկար բովանդակություն։ Համարձակ հաղորդագրություններ, թե ավելի ապահով, զուսպ, կոնսերվատիվ մոտեցում։ Ես համարձակին մի քիչ ավելի կողմ եմ։ Թրենդային, թե ժամանակից անկախ timeless հաղորդակցություն։ 20% թրենդային, 80% timeless։ Տվյալների վրա հիմնված, թե ինտուիցիայի։ Երկուսի միքսը։ Մեկ ուժեղ գաղափար, թե մի քանի փոքր հաղորդագրություններ, կարճ հաղորդագրություններ։ Միանշանակ մեկ ուժեղ գաղափար։ Հրաշալի է։ Անչափ շնորհակալ եմ Լիլիթ։ Կարծում եմ մենք շատ հետաքրքիր, օգտակար հաղորդում ունեցանք։ Ես հուսով եմ, որ էլի հնարավորություն կունենանք եւս մեկ անգամ խոսելու, որովհետեւ մենք շատ տարբեր հարցեր բաց թողեցինք եւ չհասցրեցինք այս 30 րոպեի ընթացքում քննարկել։ Շնորհակալ եմ, որ միացել եք, որ մեզ հետ եք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ստեսություն։